Աղթալա բայլույս Ալավերտի խոշորացված համայնքի աղթալա բնակավայրի սիրելի հայրենակիցներ ողջունում եմ բոլորիդ և ուրախ եմ արձանագրել, որ ոչ միայն աղթալան, այլև ընդհանրապես Ալավերտի խոշորացված համայնքը ըստ էության հաղթահարել է կառավարության աջակցությամբ նախորդ նախանցալ տարի 24 թվին էր, չէ՞ ջրհեղեղը ժողովուրդ հաղթահարել է ջրհեղեղի հետևանքները և մենք նոր գալիս էինք, նաև հիանում էինք տեսարաններով, բայց նաև հիշեցինք, թե ինչպես մեզ հաջողվեց շատ արագ կապը վերականգնել և ըստ էության հիմնական կամուրջ ստեղծել երկկողմ, որ ամսին էր, Սանոսյանը ստեղ էր, չէ՞, հա, մայիսին, ջրհեղեղը երբ էր, բայց կամուրջները երբ դրինք արդեն, հա, արագ, ու այդ կամուրջները, որ մենք դնում էինք, մտածում էինք, որ տենց, բայց հետո երբ որ տեղադրեցինք, հասկացանք, որ լավ կամուրջներ ենք, ուզում եմ շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերներին, եկեք ծափահարենք, որովհետև այս կամուրջների հետ կապված շատ օպերատիվ բան Սանոսյան, ճիշտ եմ հիշում, Իրանի գործընկերների հետ աշխատեցինք և շատ օպերատիվ աշխատեցինք և հետո տեսանք, որ այս կամուրջները շատ լավ աշխատում են, հիմա մենք այս կամուրջներից նույնը տեղադրել ենք նաև Խաշթառակում, Իջևանի, որովհետև այնտեղ էլ կամուրջը քշել տարել էր և հիմա նաև բանում ենք տեղադրել, մեկը տեղադրել ենք, երկրորդն է կտեղադրենք և Հունաստանի մեր գործընկերները Սանահինի կամուրջը, որը միակողմանի է, բայց փոքր թաղամաս է այնտեղ, չէ, շատ լավ աշխատում է և արդյունքում ջրհեղեղից հետո մենք ունեցանք ավելի լավ կամուրջներ, քան նույնիսկ առաջ, ճիշտ է ժողովուրդ ջան, և մենք հիմա Գանձաքարի-Ծաքար ճանապարհի վրա ենք երկու հատ տեղադրում, որի հարևանությամբ կա պատմական կամուրջ, բայց ես չեմ մոռացել, որ մեր և նոր ավտոբուսում էլ ասում էի, որ և Խաշթառակում, և Աղթալայում մենք պիտի կառուցենք մի գեղագիտական բարձր արժեքով մի այդպիսի կամուրջ, որպեսզի ոնց որ Սանահինի կամուրջն է, որ 14 դար հետո գալիս այդ կամուրջը տենում ենք, ասում ենք մեր նախնիները էս ինչ շինարար են եղել, Աղթալայում մենք պիտի ունենանք այնպիսի կամուրջ, որ Հայաստանի քաղաքացիները 14 դար հետո գան, ասեն, այ մեր նախնիները տեսեք ինչ բարձրարժեք շինարարներ և բարձր գեղագիտություն են ունեցել, որ Աղթալայում սենց կամուրջ են տեղադրել և սա ուղիղ կապ ունի Հայաստանի պետության հարատևության մեր օրակարգի հետ, որովհետև ասում ենք մենք հաղթահարել ենք այն ցիկլը, երբ որ մենք մտածում ենք դե տոնզատիկը անցնի տենանք ինչ կլինի, նոր տարին անցնի տենանք ինչ կլինի, սփխեչը անցնի տենանք ինչ կլինի, մենք հաղթահարել ենք ժողովուրդ ջան այդ ցիկլը, մենք հաղթահարել ենք, հիմա մենք մտածում ենք ոչ թե միջև զատիկ, միջև սփխեչ, միջև նոր տարի, մենք մտածում ենք մինչև 2050 թիվ, մենք մտածում ենք մինչև 2100 թիվ, մենք մտածում ենք մինչև 2500 թիվ, մենք մտածում ենք մինչև 3000 թիվ, որտեղ Հայաստան պետությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է լինի երկիր մոլորակի վրա, որպես միջազգային հանրության արժանապատիվ և լիարժեք անդամ, և սա է այն օրակարգը, որով ես եկել եմ 2026 թվականի նախընտրական այս շրջանում։ Ես ուրիշ բանի մասին եմ ուզում ձեզ ասել, ժողովուրդ, որ 2018 թվականից հետո մենք շատ դժվարությունների միջով ենք անցել, շատ աղետների միջով ենք անցել, շատ բարդությունների միջով ենք անցել, բայց մենք այսօր արձանագրում ենք, որ զարմանալի բաներ են տեղի ունեցել մեր երկրի հետ, և այդ զարմանալի բաներից ամենազարմանալին գիտեք որն է, որ մեր երկրի աշխարհագրական դիրքը փոխվել է, պատկերացնում եք Հայաստանի Հանրապետությունը,
Որտեղ եղել է, այնտեղ էլ շարունակում է մնալ։ Մեր աշխարհագրական, մեր միջազգայինորեն ճանաչված տարածքի աշխարհագրական կոորդինատները չեն փոխվել։ Բայց մեր երկրի աշխարհագրական դիրքը փոխվել է, որովհետև նախկինում մենք մտածում էինք հնարավոր չէր ունենալ ավելի վատ աշխարհագրական դիրք, այսօր մենք մտածում ենք հնարավոր չէ ունենալ ավելի լավ աշխարհագրական դիրք, որովհետև այս ողջ ընթացքում նաև ձեր աջակցության, ձեր իմաստնության, ձեր համբերության, ձեր մեծահոգության շնորհիվ մեզ իրար հետ հաջողվել է Հայաստանը աշխարհի ծայրամասից տեղափոխել աշխարհի կենտրոն։ Առաջիկայում շուտով մենք թրիփ նախագիծն ենք իրագործելու, որը լինելու է արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող շատ կարևոր համաշխարհային մակարդակի նախագիծ։ Եվ ինչպես մենք տարիներ առաջ խոստանում էինք, հիմա կարող ենք հպարտությամբ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը դառնում է խաղաղության խաչմերուկ, երկու բանալի բառերով՝ խաղաղություն եւ խաչմերուկ, խաղաղություն եւ խաչմերուկ։ Եվ այս խաղաղությունը եւ այս խաչմերուկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ապահովելու է արժանապատիվ, բարեկեցիկ, ազատ եւ երջանիկ կյանք։ Այս է մեր ռազմավարությունը, բայց շատ կարեւոր է, որ շա զրոյի վրա հենված խոստում չի, ժողովուրդ ջան, զրոյի վրա հենված խոստում չի։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ միջին թոշակը ավելի բարձր է, քան սպառողական նվազագույն զամբյուղը։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ թոշակառուն իր թոշակով կարա ծայրը ծայրին հասցնի։ Տեսեք, չեմ ասում թոշակառուն բանա, ճոխության մեջ ապրում, բայց այսօր թոշակառուն կարող է ծայրը ծայրին հասցնի։ Սա մեր երազանքը չի, սա մեր պատկերացրած բարձրակետը չի, որ մեր երազանքը եւ մոտեցումը չի, որ քանի որ թոշակառուն ծայրը ծայրին հասցնում է, ուրեմն մենք արդեն մեր անելիքը արեցինք։ Նախ մենք ասում ենք գնաճ լինելու անխուսափելիորեն։ Ամեն անգամ սկսած 2028 թվին մենք կնայենք, երբ որ թոշակառուի միջին թոշակը կցածրանա նվազագույն սպառողական զամբյուղից, մենք առնվազն գնաճի չափով կինդեքսավորենք։ Այսինքն սա նշանակում է, որ այսօրվա վիճակը առնվազն չի վատանա։ Այսինքն այսօրվա թոշակի գնողունակությունը առնվազն չի վատանա։ Ինչքան կարողանանք ավելացնենք, դա էլ ավելացնելը գիտեք, չէ՞ ինչ հետ է կապված նաև։ Այդ թվում մենք ամեն անգամ առևտուր անելիս ՀԴՄ վերցնում ենք, թե չենք վերցնում։ Այս շատ կարևոր բան է։ Մենք թոշակառուների համար ներդրել ենք ոչ միայն թոշակառուների համար, ներդրել ենք առողջության ապահովագրության համակարգ։ Եվ 65+ տարիքի մեր թոշակառուները օգտվում են առողջության ապահովագրությունից։ Ընդ որում մոտ 50,000 մարդ կա Հայաստանում թոշակառու, 50,000։ Թոշակառուների մոտ 10%-ի մասին է խոսքը, որ իրանք քրոնիկ հիվանդությունների բերումով նախկինում դեղեր են միշտ գնել, իրանց գրպանից դեղ են գնել։ Հիմա այդ դեղերը տրվում է պետական բյուջեից առողջության ապահովագրությամբ։ Այս մեր սիրելի թոշակառուների թոշակը արդեն այդ նշանակում է, որ իրականում ավելացել է ոչ թե 10, որը բուն թոշակի ավելացումն է, +10, որը անկանխիկ առևտրի դեպքում հետվճարն է, այլև ով որ նախկինում տեղի վրա ինչ փող է ծախսել, մեկը 10,000, մեկը 20,000, մեկը 30,000, իրանց եկամուտը իրական ավելացել է այդքանով, եւ սա մեծ իրադարձություն է, եւ ես առիթով շնորհավորում եմ ոչ միայն թոշակառուներին, այլև նրանց զավակներին, որովհետեւ ով որ տարիքով ծնող ունի, անընդհատ լարվածությունը մեջ է, բա որ ծնողից մի առողջական խնդիր եղավ, ո՞նց ենք լուծելու։ Հիմա դուք ունեք պետություն, Հայաստանի Հանրապետություն, որ ասում է մենք ձեր կողքին կկանգնենք եւ ձեր ծնողների եւ սիրելի թոշակառուներ ձեր նվազագույն առողջապահական կարիքները կհոգանք։ Դուք ունեք պետություն, դուք ունեք պետություն։ Ավելին, մինչև 18 տարեկան երեխաները նույնպես առողջության ապահովագրության շահառու են էլի պետական բյուջեի հաշվին։ Եվ սրանով ժողովուրդ, երեք բանում ապարանում մի երիտասարդ է,
մոտեցավ երեխայի հետ, երեխան ուզում էր նկարվի, ասում եմ ինչ կա, ուր եք գնում, ասում եմ Երևան ենք գնում, երեխան առողջական խնդիրներ ունի, պետք է գնանք, ասում եմ ապահովագրությունով եք գնում, ասում եմ չէ, ասում եմ ինչի, դե ասում եմ ժամանակ չկար մտնենք, ասում եմ երեխան էլ նեն չէր, ասենք մտել էին ընդմիջում անելու, եկավ հետս, ասում եմ երեխու վիճակը վատ կամ նույնիսկ եթե վատ լներ, Ժողովուրդ ջան, գնացեք, ստացեք այդ բանը, հիմա ինքը գնաց, պետքա վճարի, որովհետև չեն մտել պոլիկլինիկային, չէ Տիկին Ավանեսյան, պետքա մտնեն, ուղեգիրը ստանան, գնան։ Խնդրում եմ, էս էլ է բան, որ մենք սիրում ենք տենց անհանգստությունից խառնվում ենք, ափալ-թափալ բաներ ենք անում, բայց արդյունքում միշտ պետքա հանգիստ եւ հանդարտ բան անել, վարվել։ Եվ նաև երեխաներին, եւ մեր ծնողները, տատիկ, պապիկները եւ մեր սիրելի հայրիկ-մայրիկները կարող են ավելի հանգիստ լինել իրանց երեխայի առողջության հետ կապված խնդիրների լուծման պարագայում։ Դուք ունեք պետություն, որը կանգնած է ձեր կողքին, որը նստած է ձեր հիվանդի մահճակալի կողքին, որտեղ դուք միջև հիմա մենակ եք նստած, հիմա ձեր սիրելի պետությունը նստած է ձեր կողքին, եւ ես այդ առիթով եմ շնորհավորում բոլորի։ Ես չեմ ուզում խոսել, այսինքն ուզում եմ խոսել, բայց իրական ժամանակ չկա, որովհետև ես այդ թեմաներով ժամերով կխոսեմ, որովհետև դա հաճույք է, երջանկություն է դրա մասին խոսել։ Ես կարող եմ խոսել դպրոցների ծրագրերի մասին, մանկապարտեզների ծրագրերի մասին։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում շուրջ 80 մանկապարտեզ ամբողջ հանրապետությունում ապօրինի ձևով սեփականաշնորհված գտնվում է պետությանը վերադարձնելու procesum. Մենք 500 մանկապարտեզ ենք կառուցում, իսկ այդ պատերազմի եռագլուխ բարեգործները մանկապարտեզները գողացել սեփականաշնորհել են, գողացել եւ մենք հիմա իրանց շլնքից բռնած այդ մանկապարտեզները վերադարձնում ենք Հայաստանի Հանրապետությանը եւ շնորհավորում եմ ձեզ այդ առիթով։ Եվ ելի եմ ասում, վերջին օրերին Հայաստանում քաղաքական կյանքը լրտեսական բանա, բլոկբաստեր է հիշեցնում, այն բան տեսել եք, չէ, լրտեսական կինոներ կան, լրտեսական կինոյի մեջ ենք մենք ապրում, ժողովուրդ ջան, հիմա պարզվում է կալուգացի օլիգարխը օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից է, ես որ ասում էի ժողովուրդ, ասում էի, որ դրանք, այդ որ ասում են միլիարդ ունեցվածք եւ այլն, որ ասում էի դրանք ընդամենը ուրիշների սեփականությունը, ուրիշների սեփականության կառավարիչներ են, որովհետև ուրիշները օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ժամանակ չունեն դրանով զբաղվել։ Շատերը դա չափազանցություն էին համարում։ Ես որ ասում էի մի մարդ կա միջև տարվա վերջ բոմժա դառնալու, շատերը չափազանցություն են։ Ես կարծում եմ, որ մենք տեսնելու ենք այդ process-ը եւ այդ process-ը արագանում եւ հիմա միջազգային հետաքննող մամուլը տվյալ ապացույց հրապարակել։ Այդ մարդիկ չեն էլ հերքում, երեք ես ասում եմ, նույնիսկ Պետրոս Առաքյալը Հիսուս Քրիստոսին 3 անգամ ուրացավ։ Այդ մարդկանց հավատարմությունը, չնայած դա հավատարմություն չի, վախում են, բա որ ուրանան, երկրորդ փաստը բացվի, բա որ ուրանան երրորդը բացվի, բա որ ուրանան չորրորդը բացվի ու դատի չեն տալիս։ Հետի գործով ընկել են միջազգային արբիտրաժները Հայաստանի Հանրապետությանը դատի են տալիս։ Ասում են մենք ուժեղ իրավաբանական թիմ ունենք, բա ինչի դատի չեք տալիս։ Որովհետև անհերքելի են փաստերը եւ այդ մարդը օտարերկրյա հատուկ չգիտեմ էլ ինչ կոչում ունի։ Սերժանտա լեյտենանտա, ավագ լեյտենանտա, թե ինչա, եկել է ուզում է հավակնում է, որ առաջնորդի Հայաստանի Հանրապետությունը։ Էլ չեմ ասում ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո, ոչ պատգամավորի տեխնացու կարող լինի, ոչ վարչապետի տեխնացու լինի։ Էլ չեմ ասում, որ մենք ինչպես խոստացել ենք, հեծը մենք այսօր վերադարձրել ենք պետությանը եւ վերադարձել ենք կոպեկներով սեփականաշնորհված եղել քիչ չի, հիմա ինչա պարզվում մանկապարտեզների վրա ավել հոսանքի փող են գրել,
Մանկապարտեզի վրա ավել հոսանքի փող են դրե գրպանները զորամասի մեր բանակի մենք կոպեկ ենք անում մեր բանակի կարիքները հոգալու այդ մարդիկ մեր բանակի վրա ավել հոսանքի փող են գրել եւ այդ փողը դրել են իրանց գրպանները իրանց կլանի անդամ շարքային տեսուչներ կան հոսանքի նորա բացահայտվել մի շաբաթ առաջ Երևանում 11 հատ բնակարան ունի 11 հատ բնակարան եւ այդ մարդիկ խոսում են բարեգործության մասին այդ մարդիկ գող են այդ մարդիկ թալանչի են եւ այդ վնգունը դուրս է գալիս որովհետեւ ես ջարդել եմ իրենց թալանչի թաթիկները Եվ հեղափոխությունից հետո 6 մոտավորապես տարբեր բան 8 միլիարդ դոլար մենք դրել ենք Հայաստանի իրանց գրպաններից հանել ենք եւ դրել ենք Հայաստանի Հանրապետության կարիքների համար Եվ ես ուրիշ բանից եմ ներվայնանում ժողովուրդ ջան որ այսքան սարքել ենք Բայց հələ այնքան սարքելու բան կա, որովհետև իրանք այնքան են թալանել, որ 8 տարիա վերադարձնում ենք, դեր ծերը չի երևում, բայց ես մենք այս ճանապարհով գնալու ենք միջև վերջ, եւ ինչպես ասել եմ, Սերժին, Ռոբերտին, եւ Կալուգացուն, եւ բանին, Գագոին, ոնց որ իրանք եղել են երկու բոթասի մակարդակի, մենք իրար հետ իրանց պետք է հացնենք երկու բոթասի մակարդակի, որ իրանք երկու բոթասով յոլակ գնան եւ դալին իրանց բարեկեցության բարձրակետը, ավելին ասեմ, մենք վերջերս Կոտայքի նախկին մարզպետ Գագիկի Փեսա, Կարապետ Գուլոյանի դղյակը վերադարձրել ենք բռնագրավել ենք, հիմա դա պետական է, հիմա դա իրանց է չի, հիմա ձերն է ժողովրդի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, բայց առաջիկայում շատ ավելի մեծ իրադարձություններ են սպասվում, ինչպես ես 2021 թվականի նախընտրական Արշավի ժամանակ խոստացա, որ Հայաստանի Հանրապետությունը բաժնեմաց կունենա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եւ դա արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին հունիսին ասցի, սեպտեմբեր-հոկտեմբերին տեղի ունեցավ Եվ իմիջայլոց 2018 թվականից 2025 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամ ավել փող է վճարել պետական բյուջե 300 միլիարդ այդ փողերով է որ մենք առողջության ապահովագրություն ենք անում այդ փողերով է որ մենք թոշակ ենք բարձրացնում եւ առաջիկայում ես ասում եմ որ Արարատ ցեմենտ գործարանը նույնպես որպես Գուլոյան, Ծառուկյան, կլանի կողմից ապորինի յուրացված գույք կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը եւ կպետականացվի, կազգայնացվի։ Վաղը Արարատում ենք լինելու իդեպ Արարատ ցեմենտի բոլոր աշխատակիցներին հրավիրում եմ մեր հավաքներին այդ մեծ իրադարձությունը իրար հետ նշելու եւ իմիջայլոց էլի բարեգործության մասին Այնտեղ դրվագներ կա եւ ես կարծում եմ կապացուցենք, որ հարկերի միլիարդավոր դրամների հարկեր են թաքցրել, բոլորը, եւ այդ բոլորը, Ժորժան, ծավալը մեծ է գողացածի, ծավալը մեծ է, եւ կամա, եւ ինչքան էլ արագացնենք դեռ երկար է տևելու, Զինվեք համբերությամբ չի լինելու, որ առաջիկա շաբաթ կիրակի օրը մենք արսենք, որովհետև դա մի տոպրակ չի, մի սամասված չի, մի ավտոբուս չի, ոչ է 25 գրուզավիկ է, որ բերենք կանգնացնենք, ասենք էսա։ Դա շատ խոսքը միլիարդների մասին է, եւ այդ բոլոր միլիարդները դառնալու են այս երեխեքի բարեկեցություն։ Ես ձեզ դա խոստանում եմ, բայց ամենակ խոստում չի, սա կատարվածի այսօր տեղի ունեցողի տրամաբանական շարունակությունն է։ Հաջորդը, հիմա էլի այդ լրտեսական բլոկբաստերի շրջանակում հիմա պարզվում է, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը մենք կարող ենք հանգիստ անվանել լրտեսական եռագլուխ կուսակցության, դե որտեվ Կալուգացին հաստիկային աշխատող է, պարզվեց, որ ԲՀԿ ղեկավարը ավելի ցածր կոչվա, եթե ասենք Կալուգացին լեյտենանտա, բանը այդ Գագիկը ենթադրում եմ կամ եֆրեյտոր կամ սերժանտ այդ մակարդակի, որտեղ հա ճիշտ եմ, իմիջայլոց, սա
շատ կարևոր հարց է, որին մենք պետք է անպայման խորանանք եւ անդրադառնանք։ Եվ այս երկրորդ հատվածը դուք հիշում եք 2023 թվականին մամուլում հայտնվեց հրապարակում Ռոբերտ Քոչարյանի ձայնային հաղորդագրությունը, որով ինքը օտար լեզվով, օտար երկրի ներդիմում, ասելով, որ դուք ինձ մտցրել եք քաղաքական դաշտ, հիմա ես վատ վիճակում եմ, խնդրում եմ ինձ դուրս բերեք քաղաքական դաշտից։ Այն ժամանակ իրանք ասին դա կեղծ է, արհեստական ինտելեկտով է սարքած։ Ես այն ժամանակ կոչ արեցի, որ հասարակական կազմակերպությունները այդ ձայնագրությունը փորձաքննության ենթարկեն։ Բայց չի ենթարկեց ոչ մեկ փորձաքննության։ Հիմա ես ասում եմ հետևյալը. ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ երաշխավորում եմ, որ այդ ձայնագրությունը իսկական է եւ օրիգինալ է։ Եվ այդ մարդը ազդեցության, դա դրա ապացույցն է, ազդեցության գործակալ է։ Իրանք երեքն էլ այլ երկրի շահերի ներկայացուցիչ են։ Ընդ որում երկիրը, որի մասին խոսում ենք, մենք շատ հարգում ենք, սիրում եւ գնահատում ենք։ Բայց այնուամենայնիվ մենք չենք կարող մեր երկիրը պակաս սիրենք, քան ուրիշ թեկուզ ամենասիրելի երկիրը, եւ մենք պարտավոր ենք հանգիստ, բարեկամաբար, ընկերական, հետեւողական լինել մեր շահերի պաշտպանությանը։ Բայց սիրելի ժողովուրդ, այս ինչ որ ասացի, այդ ամենը իհարկե շատ կարեւոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևորը այն է, եւ սա իմ հիմնական ուղերձն է, եւ ես եկել եմ այդ առիթով ձեզ շնորհավորելու, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն եւ ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ խաղաղության առիթով եւ առաջիկա ընտրությունների ամենամեծ արդյունքը եւ ամենամեծ հարցը հետեւյալն է. Հայաստանի Հանրապետության ժողովուրդը արդյոք տեր է կանգնելու խաղաղությանը։ Ընդ որում ասել եմ եւ էլի ասում եմ, սա ես բոլոր տեղերը չեմ կրկնում, բայց բոլոր տեղերի համար են կրկնում, սա ասում եմ մեկ ընդմիշտ բոլոր ժամանակների համար, այս նախադասությունը տասնյակ անգամներով ասել եմ, եթե ոչ ավել։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը երկրի տերն է։ Ես Հայաստանի Հանրապետության ժողովրդի ծառան եմ։ Որ պահին ժողովուրդը ուզենա իր ծառային ազատի աշխատանքից, ինքը կարող է դա անել, ցանկացած պահի։ Ես ասել եմ, դա ես երբեք չեմ կապել հենց ընտրությունների հետ։ Ես ասել եմ, ժողովուրդ, որ պահին դուք ցույց դնեք, որ չեք ուզում, որ ես լինեմ Հայաստանի վարչապետ, նույն պահին ես չեմ լինի Հայաստանի վարչապետ։ Հիմա առաջիկա ընտրություններում դուք ինչ որոշեք, ժողովուրդ, ինչ որոշեք, ընդ որում 2018 թվականից այս կողմ մի քվեաթերթիկ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մի ձայն չի եղծվել եւ չի կեղծվել։ Գիտեք ինչի, որովհետեւ այդ թեման ինձ համար շատ կարևոր թեմա է, որովհետեւ ես միշտ ինձ հարց եմ տալիս, ասում եմ Աստված որտեղ է։ Ես հավատում եմ Աստծո գոյությանը եւ միշտ ինչ հարց եմ տալիս, ասում եմ Աստված որտեղ է։ Եվ այդ հարցի պատասխանը առաջ սկզբնական շրջանում այն էր, որ Աստված մեզնից յուրաքանչյուրի մեջ է։ Բայց Աստված շատ մեծ է մի մարդու մեջ տեղավորվելու համար։ Եվ հետևաբար իմ ընկալումն է, որ Աստված ժողովրդի մեջ է։ Աստված ժողովրդի մեջ է եւ հետեւաբար ժողովրդի ձայնը կեղծել, ժողովրդի ձայնին կպնել, ժողովրդի կամքին կպնել կնշանակի կեղծել Աստծո կամքը։ Դա մենք, դա ես երբեք չեմ արել եւ երբեք չեմ անի։ Հետեւաբար ձայն բազմած ձայն Աստծո տրամաբանությամբ որոշողը դուք եք, ժողովուրդ։ Բայց որպես մի մարդ, ով վերջին 8 տարին ձեր թույլտվությամբ առաջնորդել է Հայաստանի Հանրապետությունը, ես ինձ իրավունք եմ վերապահում ձեզ բոլորիդ կոչ անել, խնդրել, հորդորել, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ գործեք հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Համոզիչ չի ինչու։
Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչ են քվեարկում 16-ին, որովհետև այդ քվեարկությունը ինքնանպատակ չէ։ Իսկ քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, աղթալային, Ալավերդին, Լոռու մարզին, Երևանին, Հայաստանին, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ընդ որում, մեզ հիմա շատ մտահոգում եւ անհանգստացնում է հետեւյալը, որովհետեւ նոր գործընկերների հետ ենք խոսում ավտոբուսում։ Մարդիկ հիմա շատ են մեր գործընկերների հետ շփվելիս ասում են, որ ժողովուրդը ասում է դե Նիկոլը ընտրվելու է, Նիկոլը ընտրվելու է, Նիկոլը ընտրվելու է, համաձայն եք։ Ինչքան եք համաձայն։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ մի հանգամանքի վրա։ Եթե մենք տենց կրավորականով, որովհետև հայերենում սեր կա, չէ կրավորական սեր, ընտրվելու է։ Կրավորական սերը միշտ արտահայտում այն գործողությունը, որի սուբյեկտը, այսինքն ով որ գործողությունը անում է, ուրիշն է։ Կամ առնվազն անորոշ է։ Այսինքն ընտրվելու է, այսինքն ինչ որ գործողություն է տեղի ունենալու, որի արդյունքում տեղի ունենալու մի ուրիշ բան։ Ես ուզում եմ մենք բոլորս հստակ արձանագրենք, թե ով կլինի Հայաստանի Հանրապետության վարչապետ հաջորդ 5 տարում, կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, եւ ով այդ մարդը։ Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ 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 այդ մեկ մարդը դու ես։ Ելով կա այդ մեկ մարդկանցից, ես ուզում եմ տեսնել այդ մարդկանց ձեռքերը բարձրացրած, ով կա այդ մարդկանցից։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, աղթալային, Ալավերդուն, Լոռու մարզին, Երևանին, Հայաստանին, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ բոլորիցդ, բայց ուզում եմ ձեզնից էլ ներողություն խնդրել, ժամանակ չունենք, արդեն պետք է շատ արագ գնանք, որ ուրիշ տեղեր սպասեցնել չտանք։ Այստեղից մի քիչ ուշացանք, ես ընդհանրապես չեմ սիրում, որ որևէ տեղից ուշանում եմ, մարդկանց սպասեցնել եւ այլն, իմ տրամադրության վրա դա շատ նեգատիվ է ազդում, շատ վատ եմ զգում, անհարմար եմ զգում, այնպես որ ավելի լավ է ներողություն խնդրեմ շուտ գնալու համար, քան ներողություն խնդրեմ ուշ հասնելու համար։ Լավ եղեք, շնորհակալ եմ։